Ձգվող կտորներ ձևելու ժամանակ լավ կլինի հաշվարկեք ձեր կտորի ձգվողականության կոեֆիցիենտը։ Ինչ է դա նշանակում։ Կոեֆիցիենտը դա գործակից է, որը մենք բազմապատկել ենք մեր շրջագծերին, որը մենք գծագրի մեջ ենք օգտագործում։ Կտորի մի հատվածը, որը որ հորիզոնական է ձգվում, նշում ենք 15 սանտիմետր։ Հա, այսպես։ Եվ ձգում ենք մեր կտորը այնպես, որ չդեֆորմանա այս հատիկները, այն պետք է լինի նորմալ։ Եթե նկար կա, անպայման հետևում եք նկարի, նախշ կա, որ չդեֆորմանա ուղղակի։ Կտորն չպետք է ձգվի, շատ դեֆորմանա։ Չափում ենք, կարող ենք այսպես շատ վերցնել եւ ձգում ենք 18 սանտիմետր։ 15 էր, սկզբնականը դարձավ 18։ Կատարում ենք հաշվարկ։ 15 սանտիմետրը, որ սկզբնական մենք որոշել ենք, բաժանում ենք արդեն ձգված հատվածին 18 սանտիմետր եւ այստեղ ստանում ենք 0.8։ Այդ 0.8-ը դա հենց կա գործակիցն է, այդ կոեֆիցիենտն է, որ մենք պետք է բազմապատկենք մեր շրջագծերին։ Դա այն հագուստների դեպքում, երբ որ ինչ որ կարելու ենք, այսինքն լավ նեղ է լինելու, այդքան լավ ընդգրկելու է։ Այսպիսի հագուստների համար է։ Եթե ձգվողը եւ լայն է, նույն բնականաբար սա սովորական գծագրերով են անում, այսինքն սովորական մեր չափեր, փոփոխության չեն ենթարկում։ Ձիգ լինելու համար, երբ որ դուք ուզում եք ձեր կտորի ձգվողականությունը օգտագործել, այսինքն լավ ձիգ նստի, չափում եք ձեր շրջագծերը, ոնց որ կա, եւ այս բոլոր շրջագծերը առանձին բազմապատկում եք այդ կոեֆիցիենտի հետ։ Հաշվարկներով մենք գտանք այն շրջագծերը, որը օգտագործվում է ինչ-որ մեթոդով նախագծելու ժամանակ կամ միանգամից որ կտորի վրա է ձևում, հենց այդ չափերը արդեն տեղադրվում է այդ հատվածներում, որտեղ որ մենք բազային ցանցեր ենք կառուցում։ Դա կարող է լինել լողազգեստներ, բոդիներ, ձգվող մայկաներ, տոպեր, որտեղ կտորի ձգվողականության հաշվին մենք ուզում ենք ստանալ շատ նեղ հագուստ։ Բայց կա եւս մի լավ տարբերակ, որը համարվում ամենալավը, քան կոեֆիցիենտովը, երբ որ կտորը մենք ձգում ենք այն հատվածները շրջագծերին, որտեղ որ պետք է, օրինակ տոպ է, սա արդեն առանձին տարածքներին է լավ, որ օգտագործեք, օրինակ տոպ է։ Այստեղ դուք նշում եք եւ պահում եք եւ մյուս հատված այնպես որ չդեֆորմանա եւ չափում եք հենց այս կտորի չափը։ Դա էլ օգտագործում եք որպես շրջագծի չափ։ Ավելի լավ է։